Իզմիլյան բժշկական կենտրոնի բակում հավաքված հավատավորները շնորհավորել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի ծննդյան տարեդարձը։ Սրբազանին անակնկալ շնորհավորելու են եկել Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները, Միքայել Սրբազանի ազգակիցները, падգամավորներ եւ հավատացյալներ, ինչպես նաեւ հեռակա ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից շնորհավորանքներ են ուղղել Բագրատ եւ Արշակ Սրբազանները։ Շիրակի թեմի առաջնորդը իրեն շնորհավորողներին հետևել է պատուհանից։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, պահպանիչ եւ հույս հավատացելով Քրիստոս Աստվածներ, պայա, պահպանյա եւ օրնյա, ազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյայց, Թրկիա երևելի եւ աներևի չլանվույն, արժանավորյա գողության փառավորել, ըստ քեզ ընթոր եւ ընծրփող կույտ, այժմ միշտ եւ ավիտյանս հավիտենից, ամեն։ Պետական եկամուտների կոմիտեի Զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլ նաև Հայաստան-Թուրքիա սահմանին։ Պետական եկամուտների կոմիտեի տարեվերջյան միջոցառմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կարևորել է պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում, ընդգծելով, որ մեջբերում առաջիկայում գործունեության մեծ դաշտ է բացվելու։ Վարչապետը սա կապել է թրիվ նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ թերակնահատված է։ Հունվարի 1-ից Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանը, գրել է հրապարակ թերթը, հղում անելով կառավարության իր աղբյուրներին։ Հայաստանի արտգործնախարարությունը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։ Ըստ պարբերականի որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քլչը ԱՄՆ-ի ճնշումների ներքո Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկների փաթեթը։ Մասնավորապես Թուրքիայից Հայաստան եկող բեռների փաստաթղթերում որպես վերջնակետ պետք է նշվի Հայաստանը Վրաստանի փոխարեն, ինչպես նաև պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի Երասխից մինչև ադրբեջանական սահման եւ Ախուրիկից մինչև թուրքական սահման, բայց քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսական միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ գործը դնել ռուսական կողմի վրա, օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը։ Ըստ հրապարակի օրեր առաջ Փաշինյանի Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը դա է եղել։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանը շինարարության ոլորտում 28.3% տպավորիչ աճ է գրանցել, սակայն արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 3% անկում։ Չնայած արդյունաբերական ցուցանիշների նվազմանը Հայաստանի հնան աճել է 6%-ով, ինչը զգալիորեն գերազանցում է ԵԱՏՄ ընդհանուր 1.7% աճը։ Զգալի առաջընթաց է նկատվել նաև հիմնական կապիտալում ներդրումների մասով, որտեղ Հայաստանը գրանցել է 27% աճ։ Հարկ է նշել, որ Հայաստանում գնաճը կազմել է 3.7%, ինչը 2 անգամ ավելի ցածր է ԵԱՏՄ միջին 8.2% ցուցանիշից։ Մթնոլորտային տեղումն առած ցիկլոնը արդեն Հայաստանի սահմանին է, հայտնել է Գագիկ Սուրենյանը։ Օդերևութաբանը շքեղ երեկո է խոստանում երկրի համար, կանխատեսելով համատարած տեղումներ։ Ուշ երեկոյան մեր երկրի ամբողջ տարածքում ձյուն կտեղա։ Այսօր ուշ երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, ինչպես արդեն նշել ենք առանձին հատվածներում զգալի, լեռնային առանձին գոտիներում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Անպայման վարեք ձմեռային անվադողերով եւ եղեք զգույշ։ 30-ամյա ավանդույթը անփոփոխ է։ Ժպիտներն ու տոնական խանդավառությունը փոքրիկներին կրկին տաշիր բարեգործական հիմնադրամն է ապահովում։ Այս տարին եւս բացառություն չէր, ավանդական դարձած նվերների հերթական խմբականակը բաժանվեց Վանաձորի փոքրիկներին, նրանց առօրյային մի քիչ հեքիաթ ու ժպիտներ ավերացնելով։ Ազգային բարերար մեր ձևով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը նույնիսկ անազատության մեջ գտնվելով շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել հայ մանուկներին։ Նրա հերավար հոգացությունն ու հայրենանվեր գործունեությունը չեն դադարում, փաստելով, որ բարեգործությունն ու ազգասիրությունը սահմաններ եւ արգելքներ չեն ճանաչում։ Փոքրիկների աչքերում փայլող ուրախությունն ու անկեղծ ժպիտները ծրագրի հաջողության լավագույն վկայությունն էին։ Ծնողները եւս շոյված էին։ Նրանց խոսքով նման ուշադրությունը հատկապես կարեւոր է այս օրերին, երբ յուրաքանչյուր ընտանիք ջերմության եւ հուսալիության կարիք ունի։ Երեխաները, ինչպես եւ մենք, շատ շոյված ենք։ Մենք հարգում ենք, միշտ սիրել ենք իրան։ Տաշիր հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական է եւ ընդգրկում է Հայաստանի բազմաթիվ այլ համայնքներ։ Իդեպ Վանաձորի հետ կապն առանձնահատուկ է։ Սա հիմնադրամի առաջին ծրագիրը չէ այստեղ։ Քաղաքի մանկապարտեզներից մեկը եւս կառուցվել է հենց Սամվել Կարապետյանի հոգատությամբ ու հովանու ներքո։ Եվ Կարապետյան ընտանիքը գիտի գաղտնիքը ազգ պահելու, ազգ կրթելու, դաստիարակելու։ Հիմա ես մանկապարտեզը նվիրում եմ Մադախ սերնդի եւ նրա շարունակությանը։
Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը տեղի կունենա Ֆլորիդայում կիրակի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, հայտնել են Սպիտակ տնից։ Հանդիպումը բաց է ԶԼՄ-ների համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահան հայտնել էր Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու լավ հնարավորությունների մասին եւ նշել, որ իր կարգավորած 8 պատերազմներից սա ամենաբարդն է։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իրենց անհրաժեշտ են 15 տարվա անվտանգության երաշխիքներ։ Ռուսաստանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին եւ Ուկրաինայի այլ շրջանների։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից մեկ օր առաջ, մասնավորապես թիրախավորելով մայրաքաղաք Կիևը, հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ վիրավորվել է 22 մարդ, այդ թվում 2 երեխա։ Թայլանդը եւ Կամբոջան շաբաթներ տևած մարտերից հետո ի վերջո եկել են համաձայնության։ Կողմերը պայմանավորվել են զորքերին թողնել իրենց հաստատված դիրքերում, դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն ու սադրանքները եւ սահմանել մոնիթորինգ։